խոշոր եղջերավոր անասունների թիվը հասնում է 520-ի։ Գյուղի վարելահողերը օգտագործում են որպես խոթարկներ, այդ պատճառով էլ գյուղացիները հողագործությամբ չեն զբաղվում։ Իրենց գյուղի խնդիրներից առաջնային են համարում գազიფիկացման հարցը։ Խորհրդային միության տարիներին էլ Նովոսելցովն գազიფիկացված չի եղել։ Վերջին օրերին ծրագրի իրականացման գրասենյակի կողմից գրություն է ստացվել։ Պատրաստում է գյուղի գազიფիկացման նախագիծը, սակայն ֆինանսավորման աղբյուրը դեռևս հայտնի չէ։ Գյուղապետ Ռուբեն Դավոյանը նշում է, որ բնակիչները վաղուց են սպասում կապույտ վառելիքին, քանի որ վերջին տարիներին վառելափայտի գինը շատ է թանկացել։ Այժմ Նովոսելցովի 1 խորանարդ մետր փայտը վաճառվում է 25000 դրամով։ 200,000 տանկ որ առնենք մեր 7 կուբա փետ, որ միցը մեր դուրս կա։ Էդրով ինչ կրնան օրանի։ Խեղճ երեխեք մզ ինչ կան աշխատին, որ այդքան փող բերին, համ երեխա պային, համ ընտանիքին հոգսեր քաշին, ինչ են։ 25000 հաշվել են 25000 գալի մի խումբ։ Ստեփանավան քաղաքի Դեսինի թաղամասը կառուցվել է 1992 թվականին Հայաստանի Ստեփանավան եւ Ֆրանսիայի Դեսին քաղաքների բարեկամության շրջանակում։ Այս թաղամասի ասֆալտապատ ծածկույթը վաղուց արդեն մաշված է եւ Դեսինի փողոցում անձրևոտ եղանակին առանց երկարաճիտ կոշիկների հնարավոր չէ թաղամասից չոր դուրս գալ։ Սակայն բնակիչներն ըմբռնումով են մոտենում խնդրին ու չեն բողոքում մտածելով, որ եթե միջոցներ լինեն քաղաքապետանում կանդրադառնան նաեւ իրենց փողոցի ասֆալտապատման խնդրին։ Չենք դիմել պատկերացնելով, որ դա այսօր անհնարին է, եթե հնարավոր էր միջոցներ ելներ առանց դիմելու էլ կանեին էլի։ Դե ժամանակին եղել է մի 15-20 տարի առաջ, բայց ժամանակի հետ խարխլվել է բնակչությունը շատացել են, արդեն բնականաբար արդեն հոսքն էլ է շատ ու հենց խարխլվել է արդեն ոչ մի բանի ընդառել ցեխի մեջ են երեխեք խաղում։ Ստեփանավան քաղաքում գործող լիարժեք կյանք հասարակական կազմակերպության կողմից 2006 թվականին հիմնադրվել է սոցիալական ձեռնարկություն, որն զբաղվում է արտադրությունում շինարարությունում օգտագործվող արտահակոստի եւ սպիտակեղենի արտադրությամբ։ Հատուկ հանդերձանքի պատվերների արկայության դեպքում է միայն աշխատում ձեռնարկությունը, բայց քանի որ շուկան ինքնաբավ է եւ շուկան ներկրված արտադրանքը ավելի էժան, քան այն, որ պատրաստվում է տեղական հումքից, այս արտադրամասի արտադրանքը մրցունակ չէ։ Ընդհանրապես ձեռնարկությունն աշխատում է փոքր ծավալներով եւ ընդմիջումներով։ Հիմնականում աշխատում են հաշմանդամություն ունեցող կանայք, սակայն ձեռնարկությունը պետական աջակցության եւ նաեւ հովանավորների կարիք ունի։ Հենց արտադրողները իրանք հանդիսանում են նաեւ ներկրողներ եւ այդ իսկ պատճառով իրենց արտադրանք ավելի մրցունակ է լինում եւ այսինքն մենք աշխատում ենք շատ փոքր ծավալներով, մեր ունեցել ենք 1-2 փոքր պատվեր, բայց ինքը շատ հետաքրքիր ռեսուրս է ստեղծված, հաշմանդամություն ունեցող կանայք են հիմնականում ընդգրկված։ Մեծայրում գյուղի Քարամազյանների ընտանիքում 4 երեխա է մեծանում, Նորան սովորում է 6-րդ դասարանում, իր գիտելիքներով նա զարմացնում է ինչպես համադասարանցիներին, այնպես էլ դպրոցի ուսուցիչներին, սակայն երեխան մանկուց հաշմանդամ է, չնայած որ դպրոցի պայմանները հարմարեցված են, սակայն երեխան բազմաթիվ դժվարություններ է հաղթահարում մինչև որ հասնում է դպրոց։ Տարիներ առաջ Նորան բուժվել է Երևանի վերականգնողական կենտրոնում, սակայն բուժումն անհրաժեշտ է շարունակել, իսկ ընտանիքի ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են։ Այդ պատճառով էլ արդեն 4 տարի է երեխան բուժում չի ստանում։ Նորան շատ երազանքներ ունի, դրանցից գլխավորը երգչուհի դառնալն է։ Ես երազում եմ դառնալ երգչուհի։ Ամեն 2 ամսանին պետք է մի ամիս տանից պարկից, քո ուժերով ալի, ճիշտ է վերականգնողական կենտրոն անտեղ անվճար է, բայց մնալ ուտել բանը, սնունդը բանը լող մեր հաշվին է։ Վերջի անգամ ես հեկտար։ Վերջի անգամ արդեն մի 4 տարի առաջ տանեմ չկարım չկտանի։ Թումանյանի տարածաշրջանի Քանիչ գյուղը 785 բնակիչ ունի, 170 տնտեսություն։ Գյուղի վարչական տարածքը 2100 հեկտար է։ Քանիչ գյուղի հիմնական խնդիրը գյուղտեխնիկայի բացակայության հարցն էր, որը շուտով կլուծվի։ Ըստ գյուղապետ Նուրիկ Մկրտումյանի լուրջ է նաև գյուղի մշակույթի տան եւ համայնքային կենտրոնի հարցը։ Այս խնդիրները ընդգրկված են գյուղի Քարամյա զարգացման ծրագրում, սակայն ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցներն առայժմ բացակայում են։ Քանիչ համայնքն ակտիվ համագործակցում է միջազգային տարբեր կազմակերպությունների հետ։ Վերջերս գյուղում կառուցված բուժկետը շուտով նաև սպասասրահ կունենա։ World Vision բարեգործական կազմակերպության շնորհիվ։ Շինարարության աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Կառուցվել է սպասասրահ, բուժկետի համար սպասասրահ, որպեսզի բնակիչները այնտեղ քույրը աշխատի ներսում, ես բնակիչները սպասեն դրսում։ Եթերում Արսպետանի ժամն է։ Հայաստանի Հանրապետության հանրակրթության ոլորտում այսօր ծառացած մի շարք խնդիրներ կան, որոնցից զերծ չէ նաև Լոռու մարզի ուսումնական հաստատությունները, աշակերտների թվին վազում, դրամահավաքություն, կրթական որակի բարձրացում եւ այլն։ Թվարկածներից առաջինը համընդհանուր խնդիր է, պայմանավորված տարբեր գործոններով, որոնցից գլխավորն արտագաղթն է։
Վանաձորի համար 4 հիմնական դպրոցում այս տարի աշակերտների թիվը 28-ով պակաս է նախորդ տարվանից։ Տնօրենի մեկնաբանությամբ պատճառն ավագ դասարանների բացակայությունն է։ Ուսումնական տարվա սկզբին այս դպրոցում ծնողները որոշակի դժգոհություն էին ներկայացրել կապված կրտսերողակի դասագրքերի անվճար տրամադրման հետ, սակայն վերջիններիս տրվել է համապատասխան պարզաբանում։ Տարական դասարանի բոլոր երեխաների դասագրքերը այս տարի անվճար է։ Եթե նախորդ տարիներին երաժշտություն, անգլերեն, ասենք, դասագրքերը գումարով էր հատկացվում վարձավճարով, այս տարի բոլոր դասագրքերն են անվճար։ Չնայած իմիջիայլոց ասեմ, որ այս հանգամանքը ջրմարտություն չառաջացնի որոշ ծնողների մոտ, որովհետև մեր մոտ ռուսաց լեզու առարկան անցնում է խորացված ծրագրով, այսինքն այլ դասագրքերով, որոնք հատկացվում են նախարարության կողմից որպես երեխայի սեփականություն։ Աշակերտների թվի կրճատման միտում է նկատվում նաև մարզի ամենամեծ գյուղական համայնքներից մեկի՝ Ջրաշանի միջնակարգ դպրոցում։ Դժվարությունները շատ են, բայց հաղթահարելի։ Նեղվում են միայն դպրոցի այլ ծախսերի համար նախատեսված գումարի սղությունից։ Այս տարի տարական բոլոր դասագրքերը անվճար են։ Ինչ վերաբերում է միջին եւ բարձր դասարանների դասագրքերին, հիմնական հովանավորը գյուղապետն է, տարեկան մոտ 1.200.000 դրամի աշակերտներին օգնում է սոցիալապես անապահով ընտանիքներին, նույնիսկ ապահովված ընտանիքներ, օրինակ անցած տարի 1.450.000-ից մենք մուծեցինք կտամենը 250.000։ Վերջին տարիներին հանրապետության կրթական հաստատություններում կարմիր թելի պես անցնող մշտական խնդիրը դրամահավաքությունն ու դրա դեմ պայքարի միջոցներն են։ Լոռու մարզում եւս երևույթը նկատվում է, սակայն կրթության վարչության պետի հավաստմամբ փորձ է արվում այն արմատախիլ անել։ Միաժամանակ քայլեր են ձեռնարկվում կրթության որակի բարձրացման ուղղությամբ։ Այդքան էլ հեշտ խնդիր չի, պայմանավորված է բազմաթիվ գործոններով, սկսած դպրոցի շենքային պայմաններից, վերջացրած ուսուցիչների մասնագիտական որակավորում։ Բայց մտածում եմ, որ այս խնդիրը նույնպես մեր ուժերից վեր խնդիր չի, ճիշտ է, ուսուցման որակի բարձրացման խնդիրը մեկ ամսում, մեկ տարվա մեջ չի լուծվում, դա տարիների սիստեմատիկ աշխատանքի արդյունք պետք է լինի։ Չնայած առկա խնդիրներին, մարզի դպրոցները տարեցտարի լավագույն արդյունքներ են ցուցաբերում եւ հաղթանակներ գրանցում հանրապետական եւ միջազգային մի շարք օլիմպիադաներում։ Վերջին տարվա ձեռքբերում է համարվում դասարան.am համակարգչային ծրագրի ներդրումը, որի օգնությամբ ծնողը կարող է ամենօրյա տեղեկատվություն ստանալ երեխայի դպրոց հաճախելիության, գնահատականների եւ ընդհանուր վարքագծի մասին, նամակ հղելու ուսուցիչներին եւ ստանալու պատասխաններ։ Ինչ վերաբերում է խնդիրներին, Մինա Սայադյանը վստահեցնում է, որ դրանք որպես առաջնային դիտարկելու եւ անդադար աշխատանքի արդյունքում մեր ուսումնական հաստատությունները կարող են դառնալ մրցունակ եւ դիմակայել այսօրվա մարտահրավերներին։ Մարիամ Սահակյան, Լիլիթ Յոլչյան, Մարզպետարանի ժամ։ Հունգարիային իշխանությունների կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանած Ռամիլ Սաֆարովի արտահանցումն Ադրբեջանին բողոքի մեծ ալիք է բարձրացրել բոլոր այն երկրներում, որտեղ գոնե մեկ հայ կա, իսկ գոնե մեկ հայ կա աշխարհի ցանկացած երկրում։ Հանրապետության 3-րդ քաղաքի երիտասարդությունը եւս բողոքի իր ձայնը բարձրացրեց անարդար այդ վճռի դեմ դուրս գալով խաղաղ երթին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնի նախաձեռնությանը միացել էին տարբեր հասարակական խմբեր, կատարվածից վրդովված երիտասարդներ, ուսանողներ։ Արդարություն պահանջող բանկարկումներով երիտասարդները հայքի հրապարակից շարժվեցին դեպի Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Մեծ Եղեռնի հիշատակ հավերժացնող հուշակոթողի ընտրությունը պատահական չէր։ Սա էլ 21-րդ դարի եղեռներից էր, ինչպես Հրանտինքի իսպանություններ Թուրքիայում։ Այս երիտասարդներից յուրաքանչյուրն էլ վստահ է, լռել կնշանակի ներել, իսկ ներել նույն է թե խաչ քաշել մեր ողջ ազգի արժանապատվության ու արժեքների վրա։ Մենք պետք է այնպիսի երթեր կազմակերպենք, այսպիսի ակցիաներ շատ ենք անելու, որպեսզի պատժվեն մեղավորները։ Շարունակում ենք թողարկումը։ Մարզպետանի ժամի թողարկումներում անդրադարձել ենք արդեն, որ սկսվել է Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքները, եկեղեցու տանիքի ու գմբեթի սալիկներն ապամոնտաժող շինարները հետաքրքիր նյութեր են հայտնաբերել։ Օձուն գյուղը հայտնի է որպես առաջին դարի քրիստոնեական սրբավայր։ Եկեղեցու նկատմամբ 19-րդ դարում հոգ են տարել առանձին անհատներ։ Հայտնի է, որ անցյալ դարի 80-ական թվականներին սկսվել է եկեղեցու վերականգնումը, ինչը անավարտ է մնացել։ Արդեն 1 ամիս է սկսվել են Օձունի վանական համալիրի վերականգնման աշխատանքները։ Օրերս շինարարները Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքի եւ գմբեթի ծածկասալերի հեռացման ժամանակ շաղախի քայքայված շերտերից հայտնաբերել էին ապակե զմռսած շիշ։
Գտել ենք 19-րդ դարի վերականգնող ճարտարապետի արձանագրությունը ապակե շշի մեջ, հիմա դա երկու թերթից բաղկացած արձանագրություն է, որտեղ նշած է ով է վերականգնելու միջոցներով եւ ինչպես է վերականգնել, այդ գտածոն հանձնել ենք Մատենադարանին, որպեսզի վերականգնեն եւ հետո երևի հանրությանը հնարավորություն կտրվի տեսնելու։ Հայտնաբերվել են նաև քարե եւ կերամիկական վաղ միջնադարյան սալիկներ, խաչքարերի քանդակազարդ բեկորներ, կուշկուլաներ եւ այլ իրեր, որոնք որպես թանգարանային նմուշ կպահվեն եկեղեցում։ Մշակույթի նախարարության ճարտարապետական արժեքների պահպանության գիտական խորհուրդը նախագահ Արև Սամուելյանի գլխավորությամբ աշտագնան նիստ անցկացրեց Օձունում։ Այս պահին ժամանակավորապես դադարեցվել են վերականգնման աշխատանքները, որպիսի մասնագետները գտածո շերտերը չափագրեն եւ վավերացնեն։ Նիստի ընթացքում վերջնականապես որոշվեց տանիքն ամրացնել ծածկասալերով։ Վերակառուցումը սկսում է խաչից, եւ մինչեւ հիմքեր կներառվի, այս փուլից հետո նաեւ արտաքին սյունաշարով գավիթը, որ խորհրդային շրջանում կամարակապը քանդվել էր։ Օձունի եկեղեցու ամբողջական վերականգնումը 3 տարի կտևի, 8-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում շինաշխատանքները կդադարեցվեն եւ կվերսկսեն միայն գարնանը։ Մարիամ Սահակյան, Լիլիթ Յոլչյան, Մարզպետարանի ժամ։ Եվ վերջում տիկնիկային թատրոնների 7-րդ միջազգային փառատոնն այս տարի ավելի է ընդլայնել իր աշխարհագրությունը։ ԴՍՂ-ից բացի աշխարհի տարբեր երկրներից ժամանած խմբեր ներկայացումներ կխաղան նաև մարզի այլ համայնքներում։ Սեպտեմբերի 8-ից 12-ը թումանյանական հեքիաթների ոգին թևածելու է Լոռիում։ Ամեն տարի ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը ներկա է փառատոնին, այս անգամ էլ իր ընտանիքի անդամների հետ է եկել մասնակցելու, ինչպես ինքն է նշում, մեծագույն տոնին։ Անկեղծորեն եմ ասում, որևէ բան երևի թե մեր անկախությունից հետո որևէ հոգևոր ասպարեզից որևէ բանից ես այնպես չեմ կարևորում, ինչքան այս փառատոնը։ Աշխարհի 7 երկրների եւ Հայաստանի տիկնիկային 22 թատերախմբեր են այս տարի մասնակցում փառատոնին։ Հայաստանից մասնակից թատերախմբերի թիվն այս տարի ավելացել է, քանի որ World Vision կազմակերպության եւ տիկնիկային գործիչների միության ջանքերով ստեղծվել է 4 նոր թատերախումբ։ Այս ոգին, այս բարության, հանդուրժողականության, գրքի հանդեպ սիրո, թատրոնի ներկայացման, տիկնիկայի ներկայացման հանդեպ սիրո այս զգացումը ամբողջ ոլորակում լիներ։ Լոռու մարզպետարանի եւ մի շարք հովանավորների աջակցությամբ այս տարի թատերախմբերը ներկայացումներով հանդես եկան նաեւ մարզի այլ քաղաքներում եւ գյուղերում, սակայն Հայաստանի տարբեր անկյուններից թե բացմանի եւ թե փակման օրերին հարյուրավոր ընտանիքներ էին գալիս մասնակցելու տիկնիկների տոնին։ Բնական զարգացում է ապրում, այսինքն միայն կենտրոնում չէ կենտրոնացված Երևանում, փառատոներ լինում են նաեւ ծայրամասերում։ Եվ սա գեղեցիկ ավանդույթ է։ Իրանի հայկական համայնքը ակտիվ մշակութային գործունեություն է ծավալում։ Թեհրանի Արարատ մարզամշակութային ակումբը թերևս բարեկամ երկրի մայրաքաղաքի նմանատիպ ամենախոշոր հաստատությունն է։ Նրանք փառատոնին բերած իրենց ներկայացումներով հանդես եկան նաև ԴՍՂ-ի հարակից գյուղերում։ Կենսուրախ ժողովուրդ են, դա ինձ դուր է գալիս եւ չեն կարող հեռու լինեն տեխնիկայինից։ Փառատոնին Լատվիայի թատերախումբը ներկայացել է ժամանակակից տեխնոլոգիայով 3D ձևաչափով անիմացիոն տիկնիկայի ներկայացումները փառատոնի նորամուծությունն է։ Ֆեստիվալ становится все больше։ Փառատոնը տարեստարի ընդլայնվում է, ինչի համար մենք շատ ուրախ ենք եւ արդեն տեսանելի է ոչ միայն փառատոնի կազմակերպիչների ջանքերը, այլ նաեւ ձեր իշխանությունների փառատոնը ընդլայնելու ձգտումը։ Я думаю, властей։ Մեկ շաբաթ ԴՍՂ-ում հարակից գյուղերում ու մարզի բազում բնակավայրերում տիկնիկային տոներ, ասել է թե մանուկների ու հեքիաթի տոն։ Մերի Կոլոլյան, Արման Տիտանյան, Մարզպետարանի ժամ։ Սա Լոռու մարզպետանի տեղեկատվության հասարակայնության հետ կապերի բաժնի մարզպետանի ժամ հաղորդումներ։ Դիտեցեք նաև կրկնությունները 3 շաբթի ժամը 9-ի եւ երեկոյան 18:30-ին։ Մեր հաղորդումները կարող եք դիտել նաև Լոռու մարզպետանի պաշտոնական կայքում, այցելելով lori.gov.am։ Արձագանքեք մեր հաղորդումներին զանգահարելով 0322 20413 հեռախոսահամարին։ Իսկ ես հրաժեշտ եմ տալիս ցտեսություն եւ ամենայն բարիք։